միշտ հարգում եմ իմ գոլեգային։ Եղել է, չի եղել Բլիթ Անահիտ Հակոբյանի հետ։ Եղել է ելույթի ընթացքում մոռանաք խոսքերը։ Այո, Եղել է հարևանները բողոքեն տանը բարձր երգելու համար։ չի եղել։ Եղել է բարձր ջերմությամբ ելույթ ունենաք։ Շատ անգամներ։ Եղել է ձեր ձայնը կտրվի բեմում երգելիս։ Եղել է։ Եղել է մոռանաք պարային խորեոգրաֆիան։ Եղել է։ Իսկ ինչ է կարել այդ պահին։ Իմպրովիզացիա։ Եղել է նույն բեմում այլ արտիստների հետ երգելիս դիտմամբ ավելի բարձր երգեք, որ պարզ լինի ով է այստեղ լավագույնը։ Մրցույթի ժամանակ այո, բայց առհասարակ ոչ, միշտ հարգում եմ իմ գոլեգային։ Եղել է բեմական հագուստը պատրվի անմիջապես ելույթի ժամանակ։ Եղել է։ Եղել է ելույթ ունենաք այնպիսի մարդկանց առջև, որոնց ինքնությունը պետք է մնա գաղտնի։ Եղել է։ Եղել է ծափահարությունների պահին մտածեք ինչ վատ են ծափահարում։ Եղել է։ Եղել է բեմում կեղծ արտասվեք, որ կատարումն էլ ավելի ազդեցիկ դառնա։ Չի եղել։ Եղել է բեմում երգելիս իմանաք հարազատի կորստի մասին։ Եղել է։ Եղել է ամաչեք ձերից կատարումներից։ Եղել է։ Մեկ պատասխանող հարցեր։ Առաջին ելույթի ժամանակ ում հայացքն եք փնտրում դահլիճում։ Մայրիկիս։ Որ պահին հասկացաք, որ ձեզ մոտ ամեն բան ստացվելու է։ Երբ նորալիք միջազգային մրցույթում հաղթական գավաթը ձեռքիս էր։ Ձեր երգացանկից որ գործն է ամենասիրելին։ Հայի երկինքը, ինչպես իմ շատ սիրելի հանճարեղ ավետն է Բարսեղյանն ասում, դա ճակատագրական երգ է, երգ աղոթք է։ Դա։ Շնորհակալություն։